Այսօր կառավարության որոշմամբ 1 միլիարդ 710 միլիոն դրամ տրամադրվեց Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար։ Ինչպես նիստին նշեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովին կտրամադրի 1,5 միլիարդ դրամ, իսկ ոստիկանությանը 210 միլիոն դրամ։ Գումարը հատկացվեց կառավարության պահոստային ֆոնդից։ Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին։ Մինչ կառավարության ներսում նոր Սահմանադրության հանրաքվեի համար գումար էին հատկացնում, կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները բարձրաձայնում էին իշխանությունների կողմից Սահմանադրության և իրավունքների ոտնահարման մասին։ Իրանց օրենքները, իրանց Սահմանադրությունը մեկը մյուսին հակասում է։ Այսօր ինչ է Սահմանադրությանը ասում են պետք է դեկտեմբերի 6-ին ընտրություն անենք։ Եթե հայ քաղաքացին իրավունք չունի սահմանադրական դատարան դիմելու, ես ինչի համար եմ ընտրությանը մասնակցում։ Ինչի համար։ Վարդուհի Օհանյանը և ՑՄ ազատազրկման դատապարտված մյուս անձանց հարազատները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում թվով 104 ՑՄ դատապարտյալների գործերը վերանայելու պահանջով։ Ինչպես հայտնի է, մոտ 50 ՑՄ դատապարտյալ նույն պահանջով հացադուլ է հայտարարել։ Ուղղակի ցավալի է, մարդու լացն է գալիս, որ 100 տարի առաջվա թուրքի սպանության համար պահանջում են ներողություն, պահանջում են, որ ընդունեք ձեր կատարած հանցանքը, իսկ այս մարդիկ հանցանք չունեն, իրենք ճիշտ են, իրենք արդար են։ Այդ արդարադատություն բառը փոխեք, դարձրեք մի ուրիշ բառ, էլի։ Նշենք, որ դատապարտվածները 10 կետերից բաղկացած դիմում են պատրաստել և ուղարկել Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։ Հիմա չենք կարողանում մեր այս անարդարադատության նախարարուհուն բռնենք, էսի տանք իրա ձեռը, որ թողնենք գնանք։ Անենց էլ անում են դրե արդարադատության նախարարություն, որտեղ եք տեսնում արդարադատություն կամ իշխանություն։ Եթե մեր երեխեքը կլիչկա ունենային, այնտեղ չէին ելնի, երբ կառավարության մեջ կլնեին։ Թող ինքը մի հատ մտածի խելքին տա, թե Հայաստան ինչի է դատարկվում։ Դատարկումը ես ինքս իմ երեխեքին սախ հեռացրել եմ Հայաստանից, որովհետև օրենք երկիր չի էսի։ Երկիրը լավ երկիր է, շատ լավ երկիր է։ Ուղղակի ղեկավար չունենք, օրենք չունենք։ Հավաքվածները արդարադատության նախարարությունից պահանջում են ստեղծել համապատասխան արդար հանձնաժողով, որը կվերանայի ՑՄ բանտարկվածների գործերը։ Հղում են կատարում միջազգային կառույցների փորձագետների եզրակացություններին, որոնք իշխանություններին հորդորել են վերանայել գործերը, գտնել թերությունները։ Բայց փողեր ստանալուց գնում շողոքորտում եք, չէ՞։ Փողերը տվեք, որ մեր դահլիճները, մեր նստատեղերը, մեր ընդունարանները ոսկեզօծենք։ Տարին մի քանի անգամ ռեմոնտ անենք, իսկ այդ բանտարկյալին ո՞նց է սպահում։ Կառավարության անդամներից պատասխան չստանալուց հետո բանտարկյալների հարազատները շարժվեցին դեպի նախագահական։